անգամ բոլորին եթե ստիպենք հիմա անցնեն աշխատանքի իրենք 70,000-ի դեֆիցիտ է լինելու։ Մենք տեսնում ենք, որ այս մեր հաշվարկի մեջ զբաղվածություն չունեցող 1.2, 1.3 միլիոն մարդ կա։ Մեր դրած ուղենիշի մեջ մենք ընդամենը 300,000 մարդու 5 տարում աշխատանքով ապահովել ենք դրել, ոչ թե 1.2 միլիոնը, ոչ թե կես միլիոնը, 300,000 մարդու։ Ընդհանրապես, ինչպես կարելի է խոսել 3 միլիոնոց շուկայում ներկրման փոխարինմամբ կամ ամբողջական ինդուստրիալիզացիայի մասին։ Ես ձեզ վստահեցնում եմ, երբ մենք նայում ենք top 40 ամենաշատ ներկրվող ապրանքներին, դրանց նշանակալի մասը դուք ունեք տեղայնացման հնարավորություն։ Մենք կարող ենք տեղայնացնել։ Մի ուղղությամբ, օրինակ, նավթավերամշակումը, մենք կարող ենք հում նավթ բերել, վերամշակել։ Այսինքն Իրանից ենք բերելու։ Մենք ունենք Իրանի եւ Իրաքյան Քրդստանի դեպքում մենք ունենք մեծ զեղչ նավթի գնի մեջ։ Իրանի դեպքում ինչպես եք վճարելու։ Փողային փոխանցումներ չեք կարող Այսօր անել։ մենք մի քանի միլիարդի շրջանառություն ունենք Իրանի հետ։ Այո, բայց փոխանցումների խնդիր կա։ Հատկապես նավթը, որ սանկցիայի տակ է։ Ինչպես ենք միլիարդավոր դիզել ենք բերում Իրանից։ Մարդը, ով բազմապրոֆիլ բիզնեսներում այդ կառավարչական ձիրքը ունի 0-ից։ Դուք պատկերացնում եք պետական ադմինիստրատիվ հնարավորությամբ ազգի ամբողջ պոտենցիալը գեներացնելով ինչեր կարող է անել։ 20 թվականից այս կողմ, երբ մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը, 23 թվականին, երբ կորցրեցինք ընդհանրապես Արցախը, եւ դրանից հետո էլի իրավիճակներ եւ այլ, պարոն Կարապետյանը քաղաքական հայտարարություններ չէր անում։ Լինում էին բիզնես ֆորումներ։ 20 թվականից հետո նա հայտարարել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական։ Այո, ես նկատի ունեմ քաղաքականությամբ չէր զբաղվում։ Նա ուղենշեց, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևով կմասնակցենք։ Քաղաքական գործիչներին չի հաջողվել։ Եվ մենք մեր ձևով մասնակցում ենք։ Արդեն 5 տարի է չէր հաջողվում, էլի։ Ձեր այս պատասխանը մոտիվացիայի վերաբերյալ լսարանին կհամոզի։ Եթե մարդը դուրս է գալիս, կաթողիկոսին աշխարհի վերջի տերմինոլոգիան է ասում։ Այս երկրում կա մարդով կարա ասի կանգնիր։ Կար թե չէ, ոնց որ չկար այդ օրերին։ Իսկ միայն կաթողիկոսներ խնդիրը։ Բարև ձեզ։ Դուք դիտում եք Civilnet Business-ը։ Civilnet Business-ը շարունակում է հարցազրույցների շարքը առաջկա խորհրդարանական դրությունների մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկելու այդ ուժերի տնտեսական պլատֆորմները, տնտեսական ծրագրերը։ Իմ հյուրը այսօր Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Կարապետյան, խոսելու ենք ձեր կուսակցության առաջ քաշած 5 հիմնական քայլերի մասին՝ 300,000 աշխատատեղ, փոքր եւ միջին բիզնեսը ազատել հարկերից, 20%-ով էժանացնել դեղորայքը եւ բերքի երաշխավորված մթերում եւ 20,000 մատչելի բնակարան։ Կփորձենք բոլորին անդրադառնալ, բայց գալով աշխատատեղերից։ Տեսեք, այդ թեման շատ է քննարկվում եւ հատկապես հետազոտող եւ հետաքննող լրագրողները, որոնք փորձել էին հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր, ըստ իրենց եւ նաեւ վիճակագրական կոմիտեի տվյալների մենք բազայի խնդիր կունենանք, այսինքն անգամ եթե հիմա ինչ որ հրաշքով 300,000 աշխատատեղ ստեղծվի Հայաստանում կա 150,000 մոտավորապես գրանցված, այսինքն գործազուրկ, որ հաշվարկված է եւ եւս 70,000, որոնք գործազուրկ են, բայց այնպես չի որ ցանկանում են աշխատել, հա, մոտ 230,000 կամ 220-230,000 ազատ աշխատուժ կա։ Անկամ բոլորին եթե ստիպենք հիմա անցնեն աշխատանքի իրենք 70,000-ի դեֆիցիտ է լինելու։ Ինչպես եք փակելու այդ դեֆիցիտը եւ արդյոք իրատեսական է այս թվերը։ Շատ լավ, ըստ մեր վիճակագրական տվյալների, գիտեք Գեղարքունիքի մարզում գործազրկության տոկոսը ինչքան է։ Գեղարքունիքի մարզը մեր ամենաղքատ մարզերից մեկը։ Ես ընդհանուր Ավստրիայի չափ։ Այսինքն մեր վիճակագրական տվյալները սրա վրա են հիմնված, որ մարդը ով փնտրում է ակտիվ աշխատանք։ Իսկ պատկերացրեք Արթիկում բնակվող մեր հայրենակիցները տասնամյակներով փնտրել են աշխատանք, չեն գտել, հիասթափվել են, չեն ման գալիս։ Մեր հասարակության 70,000 են մոտավորապես, որ իրենք չեն ման գալիս աշխատանք։ Եկեք հետ հաշվարկով գանք։ Մենք ունենք 3 միլիոն Հայաստանի բնակիչ եւ ունենք 800,000 գրանցված աշխատող։ Եվս 500,000 թոշակառու։ Եվս 400,000 երեխա կամ դպրոցական եւ ուսանողական առաջի տարիների տարիքի։ Մոտավորապես, եթե գումարում ենք, գալիս է մոտավորապես 1.7 միլիոն իրար հետ։ Հավելյալ այլ տեսակի զբաղվածություն ունեցող մարդկանց էլ եթե հանում ենք, մոտ 1.2-1.3 միլիոն մարդ մնում է, որ ոչ աշխատանք ունի, ոչ թոշակառու է, ոչ սովորում է, այս գյուղատնտեսությունը ապրեք։ Հիմա գյուղատնտեսությունը սեզոնային է, օֆիցիալ 300,000 գյուղատնտեսությամբ զբաղվող կա, բայց մենք գիտենք, որ գյուղատնտեսությունը էդի գործազրկության
հաշվարկը զսպելու մեթոդ է, քանի որ սեզոնային բնույթ ունի, շատ քիչ տնտեսական ակտիվություն ունի, դե ֆակտո բոլոր հիմնական գյուղացիական տնտեսություններին գրանցել են աշխատող որպես շատ քիչ է ցածր է դրված սանդղակը։ Մենք տեսնում ենք, որ այս մեր հաշվարկի մեջ զբաղվածություն չունեցող 1.2-1.3 միլիոն մարդ կա։ Մեր դրած ուղենիշի մեջ մենք ընդամենը 300,000 մարդու 5 տարում աշխատանքով ապահովել ենք դրել, ոչ թե 1.2 միլիոնը, ոչ թե կես միլիոնը, 300,000 մարդու։ Ինչ է տալու այս 300,000 մարդու նոր աշխատատեղերի ստեղծումը։ 800,000 գրանցված աշխատատեղից մոտ 600-ն է, որ մասնավոր ոլորտում է։ Այս 600,000-ը աշխատում են, որպեսզի 3 միլիոն մարդ, կարելի ասել 800,000 աշխատում են, որպեսզի 3 միլիոն մարդ Հայաստանում ապրի։ Այո, իրենք են բարիք ստեղծում։ Այո։ Եթե մենք պետական ապարատը հանում ենք, քանի որ դա հարկերից առաջացված աշխատավարձային բյուջե, մոտ 600-650,000 մարդ աշխատում է այս պահին ու ստեղծում է մեր տնտեսական ամբողջ էֆեկտը։ 300,000 նոր աշխատատեղը համարյա թե 50%-ով կավելացնի շուկայում մեր աշխատատեղերի քանակը, մասնավորում մեր աշխատատեղերի քանակը, հարկային բազան կփոխի երկրում, դեմոգրաֆիկ պատկերը կփոխի երկրում, տնտեսապես լրիվ ուրիշ երկրում մենք կսկսենք ապրել։ Այո, այդպես է։ Ինչպես եք դա իրականացնելու։ Մի քանի ծրագիր կա։ Առաջինը կոչվում է ինդուստրիալիզացիա, վերաարդյունաբերականացում։ Վերաարդյունաբերականացումը տենդենս է, որը վերջի տարիներին հարավմտյան շատ երկրներում վերադարձել է արդյունաբերականացման տենդենսը, նրանից հետո, երբ 2000-ականներին վերացել էր հիմնական արդյունաբերական, հիշում եք, նույն Դեթրոյթի օրինակը, այլ քաղաքների եւ ռեգիոնների օրինակը, վերացել էր արդյունաբերական պոտենցիալը, տեղափոխվել էր Չինաստան։ Հիմա արևմտյան շատ երկրներ այս նույն ճանապարհով են գնում։ Վերաարդյունաբերականացումը Հայաստանի դեպքում տեղի ունենալու մինչև անկախությունը մեր ունեցած արդյունաբերական պոտենցիալի կորուստից հետո մեր երկրի էֆեկտը, էֆեկտիվությունը կտրուկ անկում ապրեց։ Օրինակ, հնա մեկ շնչին մենք հավասար էինք մինչև անկախությունը Պորտուգալիայի չափ։ Այդ ժամանակի Պորտուգալիայի չափ։ Այդ ժամանակ։ Այսինքն մի հայը, մի պորտուգալացու հնայով երկրում էր ապրում։ Իսկ 93 թվականին մի հայը Բուրկինա Ֆասոյի բնակչի մակարդակով էր արդեն ապրում հնա։ Մեր կոլապսը տնտեսական, որը հիմնականում կապված է նրա հետ, որ տնտեսական գործիչների բացակայություն կա շուկը ընդհանրապես երկրում, բերեց նրան, որ մեր երկիրը մտավ ստագնացիոն փուլ, հասարակական ստագնացիա, տնտեսական ստագնացիա, երկրից արտագաղթ մեծ։ Վերաարդյունաբերականացումը կլուծի շրջաններում աշխատատեղերի հարցը։ Արդյունաբերականացումը կանենք այսպես, սա առաջի ուղղություններից մեկն է։ Ներմուծվող ապրանքների փոխարինումը տեղական ապրանքներով։ Դրա փորձը մենք ունենք էներգետիկայի մեջ, մենք 95% գնում էինք ապրանքները դրսից։ Միջին եւ ցածր վոլտաժի մասին եմ ասում։ 4 տարվա աշխատանքի արդյունքում մենք 95%-ը տեղայնացրել ենք։ Իսկ էներգետիկան ամենագիտատար։ Հեցի մասին եք ասում։ Այո, հեցի մասին եւ նաեւ բարձրավոլտ ցանցերի գծով մի քանի ուղղությունների մասին, որը դարձել է արտահանելի ապրանք։ Բայց այստեղ ձեզ եւ պետության կողմից եւ ժամանակավոր կառավարիչ կհակադարձի, որ կասի դուք անում եք փակ տենդերներ, ոչ թափանցիկ եւ մի բիզնեսը սպասարկում էր մյուս բիզնեսին ձեր։ Տեսեք, գները իրենք են ուղենշում, բացի դրանից տենդերների գումարները վճարվում էր մեր միջոցներից, այսինքն սեփականատերն էր իր միջոցներից անում, դա ու 25 տարվա ընթացքում քիչ պետքա հետ ստանար։ Լոգիկան ուրիշ է, տրամաբանությունը ուրիշ է։ Գները, շուկայականությունը գների կարելի է նայել։ Դա մշտական, գիտեք, ասենք, կա չինական մեքենա, կա գերմանական մեքենա, կա այլ ռեգիոնի մեքենա։ Միշտ հնարավոր է գների մեջ ինչ որ տարբերություն գտնել, բայց մենք կարևոր բան ենք լուծել։ Մենք լուծել ենք արդյունաբերականացման հարցը մի ոլորտում, էներգետիկայի մեջ, որը ամենաբարդ ոլորտն էր։ Այս ոլորտների մեջ ամենաբարդ ոլորտներից մեկն է։ 95% տեղայնացում ենք ապահովել։ Եվ տեսել ենք, երբ մենք սկսում ենք, կազմակերպություններն են երբ դա մենք արել, չէ՞։ սկսում ենք, իհարկե, քանի որ ընդհանուր, եթե ուզում ես ցակագնի աճ չլինի, կանխատեսելի լինի ոլորտը, կարողանաս հարցը երկրումդ լուծես, դու պետք է կարողանաս ստեղծես տնտեսական ցիկլ։ Ինչ որ ցիկլ երկու ուղղություններ։ Միանշանակ, բայց դա մրցակցային չպետք է լինի։ Նույնը մրցակցայնությունը կարևոր բան է, բայց եկեք իրար հետ նայենք մեր պետության օրինակը։ Մեր պետությունը միլիարդավոր դոլարների զենք է գնում։
մենք արդյոք հնարավորություն ունենք տեղայնացնելու այս զենքերը։ Իհարկե ունենք 44 օրյա պատերազմում մենք տեղայնացման պատճառով մեծ կորուստներ ունեցանք, ուղղակի քանի որ սպասում էինք ինքնաթիռով մատակարարման, ու ինքնաթիռն էլ գալիս էր միայն Իրանի միջոցով։ Այսինքն թռիչքները շատ երկար էին տևում։ Շատ հասկանալի է, պարոն Կարապետյան, ես ճիշտ եմ հասկանում։ Տեղայնացումը մեզ բերել է։ Սա մի օրինակ վերեցինք, դուք տեսաք, որ երկիրը հնարավորություն ունի։ Սա ճշտենք եւ առաջ անցնենք։ Ես ճիշտ եմ հասկանում, որ հեցի մասով ես չէի պատրաստվում այդ հարցը այդ, քանի որ դուք բացեցիք թեման։ Հեցի մասով մենք ունեցել ենք իրավիճակ, որ հանուն տեղայնացման, այսպես ասած, դուք ստեղծել եք փակ ցիկլ եւ ոչ մրցակցային տենդերներ։ Ոչ։ Մրցակցայինը այսպես է գնում, եթե համեմատության կարգով նույն գնով վաճառում է այս ընկերությունը դրսից ու նույն գնով կա հայկական, մենք ընտրել ենք հայկականը։ Դա լինելու է նաև մեր տնտեսական քաղաքականության հիմքը։ Իսկ չի եղել հայկական մեկ այլ կազմակերպություն, որը վաճառել է այլ գնով իրենից չեք ընտրել, այլ ձեր կազմակերպությունից եք ընտրել։ 95% տեղայնացման մեջ հնարավոր է 5% այդպես լինի, բայց դուք հաշվի առեք, որ միակ ոլորտն է, պարոն Մկդեսյան, պետք է ուշադիր լինենք, թե ինչ ենք մենք արել այստեղ, էլի։ Դա շատ կարևոր է։ Մենք միակ ոլորտն է, որ տեղայնացրել ենք Հայաստանում։ Ոչ մի ոլորտ չի տեղայնացվել։ Մենք միակ աշխատանք կատարած ինկլյուզիվ աճ ապահոված ոլորտն ենք ապահովել։ Ես դա չեմ թերագնահատում, բայց քանի որ դուք խոսում եք տնտեսական հեղափոխության մասին Հայաստանում, դա ենթադրում է մրցակցային իրավիճակ։ Բայց մինչ այս ինչ դուք ինձ հիմա բացատրում եք եւ ասում եք, դա մրցակցային չի եղել։ Եթե դուք մի ոլորտում մրցակցայնություն չեք ապահովել, մենք ինչու պետք է հավատանք, որ դուք տնտեսական հեղափոխություն կանեք եւ իսկապես մրցակցային հիմքերի վրա դա կլինի։ Օրինակներից մեկը եկեք բերենք, գիտեք, հայտնի բելարուսական կաթի փոշու օրինակը, մի հարցազրույցի ժամանակ էլ եմ ասել։ Եթե մենք թույլ տանք բելարուսական կաթի փոշին, մտնի մեր շուկա։ Գիտեք գյուղացին ինչ գնով է վաճառելու կաթը ամբողջ տարին։ 110 դրամով։ Մենք կարանք մրցակցայնություն ապահովենք, բայց տեղական արտադրողի բանով եմ ասում, լինելու է հովանավորչություն տեղական արտադրողի։ Տեղական արտադրողի հովանավորչություն։ Իմ թվարկած բոլոր 90% ինչ արվել է, տեղայնացվել է եւ եղել է առաջին Հայաստանում, որովհետեւ բարձ տեխնոլոգիա։ Մենք ունենք ոլորտներ, որ 2 տարի աշխատում էին եւ չէին ստանում ապրանքը։ Ապրանքի որակական հատկանիշներ չէին ստանում։ 2 տարի մենք ներդրում ենք արել։ Պոլիտեխնիկի հետ աշխատել ենք, ֆինանսավորել ենք մասնագետների գալը, դրսից մասնագետներ։ Ես դա հիշում եմ, պրես ռելիզներ են եղել։ Բարդ աշխատանք են կատարել, երբ որ մեր երկրի ղեկավարը գնում է մի երկիր, եթե առաջարկելու բան ունենանք, մեր երկիրը կարող է առաջարկել ընդամենը մի քանի բան, ցավոք։ Դա տեղեկատվական տեխնոլոգիաների պայմանագրերն են, որտեղ որ այս բային կա ստագնացիոն խնդիրներ, դա երկրորդը ծխախոտն է, քաղցրավենիքը եւ էլեկտրատեխնիկա։ Մեր տնտեսության նկարագիրը գիտենք։ Բայց իմ թվարկածների մեջ ոչ մեկ բարդության առումով այս բարդությունը բացի բարձր տեխնոլոգիաներից այս բարդությանը չի եկել։ Մենք չենք կարող ապահովել սկզբնական շրջանում տնտեսական աճ, չենք կարող տեղայնացումը անել առանց ասելով դու գնա չինականի հետ մրցակցի մի հատ։ Չինականին եթե հաղթես, չնայած ասեմ գնային առումով շատ ապրանքներով 1-2 տարի հետո դու արդեն չինականի հետ կարող ես մրցակցել։ Երբ որ ոտքի կանգնես։ Այո, իսկ մի հատ օրինակ բերեմ, որպեսզի դուք հասկանաք, դա շատ կարևոր է մեր հայրենակիցների համար, որպեսզի պոպուլիստական խոսքերը նրանց ուրիշ տեղ ինչ հայտարարություն որ անում են, քաղաքական հայտարարություն է, բայց եկեք տնտեսական մոտեցումով գանք։ Դուք պատկերացրեք ըմբշամարտիկ է, լավ պոտենցիալով ըմբշամարտիկ, որ պետք է ելնի ռինգ։ Սկզբից դու հանում ես աշխարհի չեմպիոնի հետ, թե մի քիչ իրան պարապում ես ավելի թեթև մրցակիցների հետ։ Նույնն էլ բիզնեսի մեջ է, հայկական արտադրողին դու պետք է սկզբից հնարավորություն տաս ավելի լավ պայմաններ ստեղծես, ջերմոցային պայմաններ ստեղծես, ինքը աճի, մկաններ ձևավորվի, որից հետո նոր թողես կռվի։ Ինչն է պատճառը։ Հայ արտադրողը գործարանը դրեց, գործարանը դնելն էլ շատ բարդ գործ է այսօր։ 30 հատ թույլատվություն, ասենք մշակույթի նախարարը պետք է թույլ տա, որ նախարարությունը, որ դու դե եթե տեղանքը մշակութային ժառանգություն է պարունակում, մենք ոչ մշակութային ժառանգության տեղանք փաստորեն չունենք, որտեղ որ բանը փոքր Հայաստանում հնարավոր չի դա։ Պարոն Կարապետյան, բայց ուրիշ բան ասեմ, բացի արդյունաբերականացումից, արդյունաբերականացումը միլիարդավոր դոլարներ կպայի մեր երկիր։ Տասնյակ հազարավոր աշխատատեղեր, բայց ուրիշ խնդիր ինքը ունի։ Մի աշխատատեղի արդյունաբերականացման մեջ բերում է 1.5 աշխատատեղ, մուլտիպլիկատիվ էֆեկտը մեծ է։ Երկրորդ ուղղությունը տուրիստական ուղղությունն է։ Շատ լավ, քանի որ հեցից խոսացինք, տեսեք,
զուտ իրավական տեսանկյունից ուր է հասել գործը, այսինքն այդ արբիտրաժ եւ այլ ինչ որ քննարկումներ արբիտրաժը ունի որոշում, որը չի կատարում Հայաստան Հանրապետության կողմից, բայց չեմ ուզում Չէ, հիմա ուր է հասել, հիմա այսինքն արբիտրաժի պրոցեսների մեջ է։ Հայաստանի Հանրապետությունից հայտնում են, այսինքն ասում են, որ իրենց տեսակետը կամ մոտեցումն այն է, որ ամբողջությամբ պետականացվի հեծը։ Եթե պետականացվի, նաև չեն ժխտում, որ պետք է որոշակի փոխհատուցում տրամադրվի սեփականատիրոջը, հա։ Այ մոտավորապես դուք պատկերացում ունեք, ինչ փոխհատուցման մասին է խոսքը։ Մենք չենք ուզում դրա մասին քննարկում ծավալենք, որովհետև դա միջազգային դատարանի, բացատրեմ ինչու, եվրոպական դատարանը, եվրոպական արբիտրաժը արգելել է գործողություններ ծավալել այստեղ։ Այսինքն դուք չեք էլ մտածում դրա մասին, որ ձեր չենք էլ կարող մտածել նաև կուսակցական առումով։ Ճիշտ որ ասեմ, մեզ այդքան հետաքրքիր չէ դա ներկայացնել այս բանին, մեզ ավելի հետաքրքիր է ներդրողների իրավունքի պաշտպանության տեսակետից, թե ինչ կլինի հեծի ուղղությամբ, ինչպես կլինի, դա միջազգային իրավունքի հարց է, միջազգային իրավունքը իր պատասխանը կտա այս ամբողջ process-ին, բայց ամենակարևոր հարցը մեր երկիրը չդառնա լատինոամերիկյան սոցիալիստական երկրների պես, որ ազգայնացում վերջում աղքատություն։ Մենք պետք է ներդրողին, սա օրինակ է, չեմ ասում որպես կողմ, որին կարելի է համարել հետաքրքրված կողմ։ Ներդրողը, երբ որ գալիս է երկիր, երկարաժամկետ գումար դնելու մոտիվացիա պետք է ունենա, ու վտանգ չտեսնի, որ 4 տարի հետո կարող է մի խոսքի համար երկրի վարչապետը վատ տրամադրությամբ մարդուն կալանավորի։ Այդ օրը վատ տրամադրություն լինի, մյուս օրը լավ տրամադրություն լինի, ինստիտուցիոնալիզմի հիմքերի խախտում է։ Ազատ մեծ ներդրողների համար, երբ իրենք ասում են, մենք տեսնում ենք, գիտեմ, որ բանը ծնվել եք Վրաստանում եւ Հայաստանում ներդրումային տարբերությունը դուք տեսնում եք ինչ մեծ է։ Դրա պատճառը նրանում է, որ ներդրողների շահերը պաշտպանված են այդ երկրում։ Միայն դա է։ Մեկ դա է, երկրորդ կա տնտեսական շուկան մեծ է, ծով ունեն եւ այլ, բազմաթիվ շատ աշխարհագրական առավելություններ։ Կարծում եմ, որ շուկան համարյա իդենտիկ է, 3.6 միլիոն, 3.7 միլիոն։ Մեծ է, որովհետեւ իրենց շուկան պետք է հաշվել նաեւ տուրիստների քանակը, որ գալիս է շուկա, երկու անգամ մեծանում է։ Նրանց ճիշտ աշխատանքի արդյունք է, ինչ է ուզում պատմեի տուրիստականից։ Վրացական օրինակով, երբ մենք համագործակցում ենք իրենց հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես զարգացրեցին, իրենք խորհուրդ են տալի մի բան։ Ընտրում եք 4-5 ուղղություն հիմնական երկրի եւ ամբողջ process-ը, ճանապարհները դեպի այդտեղ, տեղում ամբողջ ենթակառուցվածքը, նաև մարդկանց մնալու համար հետաքրքրությունները, միջոցառումների կազմակերպումը, գեղեցկությունը, ամբողջ բանի, էկոլոգիականությունը, ապահովում եք 4-5 կետով։ Ամեն ինչ չէ զարգացնում, մի քանի ուղղություն է զարգացնում։ Այո, ուղղությունների զարգացումը։ Մենք միշտ մտածել ենք, որ ամբողջ երկիրը պետք է զարգացնեն գա։ Իրենք վերցրել են այլ ճանապարհ։ Իրենց սպիտակ գիրք է կոչվում, ճանապարհային քարտեզում, իրենք վերցրել են 4-5 կետ եւ եվրոպական մակարդակի տուրիստական կենտրոններ են սարքել, բայց ոչ եվրոպական բյուջեներով։ Այո։ Այդ նույն քաղաքականությունը մենք տանելու ենք եւ 300,000 աշխատատեղի մեջ туриզմի ոլորտում մենք մինչեւ 30,000 մարդ նոր ներգրավելու ենք։ Պարոն Կարապետյան, երբ որ դուք համեմատում եք ԽՍՀՄ վերջին տարիների Հայաստանի հետ եւ ինքը իսկապես ինդուստրիալ պետություն էր այդ ժամանակ եւ հիմա մենք ունենք դրա փլատակները ինչ որ առումով հատկապես 90-ականներին, արդյոք ուտոպիա չէ այդ համեմատությունը եւ ընդհանրապես ինդուստրիալիզացիան եւ այդ ձեր ասած ուրեմն ներկրման փոխարինումը տեղական արդյունաբերությամբ 3 միլիոնանոց շուկայի համար։ Ընդհանրապես ինչպես կարելի է խոսել 3 միլիոնանոց շուկայում ներկրման փոխարինմամբ կամ ամբողջական ինդուստրիալիզացիայի մասին։ Շատ լավ։ Եկեք մի հատ բան նայենք իրար հետ։ Մեր երկիրը այս պահին ներմուծում է 13 միլիարդ դոլարի ապրանք։ 13 միլիարդ դոլար, որից իհարկե վերարտահանում կա բանկա, բայց որպեսզի ավելի մաքուր թիվ ասեմ, դեֆիցիտը առևտրային 4.5 միլիարդ է ու ավելանում է։ Ամեն տարի ավելի շատ գումար ենք ուղարկում, քան ստանում ենք։ Ես ձեզ վստահեցնում եմ, երբ մենք նայում ենք top 40 ամենաշատ ներկրվող ապրանքներին, դրանց նշանակալի մասը դուք ունեք տեղայնացման հնարավորություն։ Մենք կարող ենք տեղայնացնել։ Ամեն մեկը մի ուղղությամբ տեղայնացում հնարավոր է։ Մի ուղղությամբ, օրինակ, նավթավերամշակումը, մենք կարող ենք հում նավթ բերել, վերամշակել, չեմ ասում, հումքի խնդիր ունենք, դուք եք հասկանում։ Որտեղից ենք բերելու։ Աշխարհի ընդհանրապես միջին արևելքը համարվում է աշխարհի բանը։ Այսինքն Իրանից ենք բերելու, օրինակ։ Մոդելը Վանաձորի ուղղությամբ հաշվել է Սաուդյան Արաբիա,
բայց Իրանի եւ Իրաքյան Քրդստանի դեպքում մենք ունենք մեծ զեղչ նավթի գնի մեջ։ Իրաքյան Քրդստանը մոտ 30% ավելի էժան է ծախում, քան Իրանի դեպքում ինչպես եք վճարելու։ Փողային փոխանցումներ չեք կարող այսօր անել։ մենք մի քանի միլիարդի շրջանառություն ունենք Իրանի հետ։ Այո, բայց փոխանցումների խնդիր կա։ Հատկապես նավթը, որ սանկցիայի տակ է։ Ինչպես ենք միլիարդավոր դիզել ենք բերում Իրանից, մետաղ ենք բերում Իրանից, աշխատում է, չէ՞, մեր երկիրը ունի այդ հնարավորությունը, քանի որ միջազգային կառույցները տեսնելով, որ երկու սահմանակից երկրների հետ ընդամենը Հայաստանի մոտ հնարավոր առևտուր է, այս պայդրությամբ հնարավորություն է տվել Հայաստանին աշխատանք կատարել Իրանի հետ։ Այսինքն հնարավոր է այդ հարցը լուծել։ Հնարավոր է հարցը։ Եթե դիզել ներմուծում ենք, չեմ կարծում հումնավ չկարողանանք ներմուծել։ Եթե իսկ երկրորդ բանը Իրանի տարածքով տրանզիտ բերելը դա հնարավոր է, այսինքն Իրաքյան Քրդստանը այս պահին եթե գինը երբ որ 70 էր $40 էր վաճառում նավթը։ Մենք աշխարհի նավթի վրա նստած տարածաշրջանի կողքը, աշխարհի նավթի ամենահարուստ տարածաշրջանի, մեր երկրում ամենաթանկ բենզինի ու դիզելի գներն են։ Երկու հարց է ստեղ ձեզ։ Այո։ Ձեր հայրը եղել է իշխանության մեջ Հայաստանի երկար տարիներ, ֆրակցիայի ղեկավար է եղել, աշխատակազմի ղեկավար է եղել նախագահի, եւ այն տարիներին է դա եղել, երբ որ Սերժ Սարգսյանը նախագահ եղած ժամանակ տվեց 4 հիմնական տնտեսական խոստում, դրանցից մեկը Հայաստան-Իրան սահմանին նավթավերամշակման կենտրոն կառուցելն էր, գործարան կառուցելն էր։ Այդ գործարանը 10 տարում չկառուցվեց։ Այն ժամանակ, երբ որ դուք իշխանության մեջ էիք եւ այդ հնարավորությունները ունեիք ամբողջությամբ իրացնելու։ Հիմա ինչու պետք է մենք հավատանք, որ հիմա կկարողանաք դա անել։ Շատ լավ, կա երկրի պետական քաղաքականություն մշակող անձ, պատասխանատուն, այդ իսկ պատճառով մենք ասում ենք, որ Սամվել Կարապետյանը պետք է լինի Հայաստանի վարչապետ։ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանը պետք է լինի, որպեսզի կարողանա այս վիճակից երկիրը հանել։ Բայց դուք ունեցել եք այդ հնարավորությունը անելու։ Ինչ վերաբերում է հորս, ես բազում անգամ ասել եմ, դուք էլ գիտեք, որ հայրս 2011 թվականից, այսինքն ընդամենը առաջի 3 տարին է աշխատել, որից հետո իր հրաժարական է տվել իր դիմումի համաձայն։ Բայց երկար ժամանակ եղել է իշխանության մեջ։ Իշխանության մեջ չէ, եղել է Տաշիրի կողմից падգամավոր, Տաշիրի շրջանից падգամավոր է եղել, բայց իշխանական բոլոր առաջարկները պաշտոն զբաղեցնելու հրաժարվել է։ Հանրապետականում եղել է ֆրակցիայի անդամ, ֆրակցիայի ղեկավար է եղել խորհրդարանում, դրանից հետո չի եղել ոչ։ Եվ հա, դրանից հետո այո, ես եղել եմ թվականից հրաժարական տալուց հետո հայրս եղել է Տաշիրի շրջանի կողմից որպես падգամավոր անդամ։ Եվ դուք վստահ եք, որ նա ուներ հնարավորություն բոլոր դիրքերը ունենալ պետության մեջ, բայց քաղաքական ուղղությունը իր համար, որի մասին ինքը բազմաթիվ անգամ հայտարարել է, այդ պահին ընդունելի չի եղել այն մոտեցումները, որով գնացել ենք, որի մասին այն ժամանակ բազմաթիվ անգամ նա հայտարարել է։ Տնտեսական գործիչը առաջի մարդու կարևորությունը, առաջի դեմքի կարևորությունը որպես տնտեսական գործիչ, այս սրա պատճառով ենք մենք ասում, որ երկրին պետք է տնտեսական գործիչ, ում հիմնական կենտրոնացվածությունը աղքատության հանդեպ հաղթանակն է, որտեղ ուժեղ տնտեսությունը կբերի աղքատության հանդեպ հաղթանակ եւ ուժեղ անվտանգություն դրանից հետո։ Շատ լավ, տեսեք, մի կողմից կա բանավեճ ընդհանրապես այս հարցի վերաբերյալ, հա, եւ 2008-18 թվականներին այդ բանավեճը շատ ակտիվ էր, որ օլիգարխիային, չգիտեմ, բիզնեսին պետք է քաղաքականությունից հեռացնել եւ դուրս բերել քաղաքականությունից, կհիշեք նաեւ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը առևտրաարդյունաբերողների պալատի ուրեմն ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որ բիզնեսը պետք է դուրս գա քաղաքականությունից։ Հիմա երբ որ բիզնեսի ամենակարկառուն ներկայացուցիչը հայկական իրականությունում, ամենախոշոր բիզնեսմենը հայկական իրականությունում դառնում է երկրի ղեկավար, այստեղ մենք շահերի բախման խնդիր չենք ունենում։ Հետաքրքիր է, որ հիմնականում հայտարարությունը, որ բիզնեսը պետք է դուրս գա քաղաքականությունից, անում են այն երկրի պաշտոնյաները, ովքեր մրցակից են տեսնում բիզնեսի մեջ։ Բայց մի հատ օրինակ բերեմ ձեզ, որպեսզի դուք հասկանաք ինչքան կարևոր է եւ անխուսափելի է, որ աշխարհի բոլոր երկրներում տնտեսական միավորների ղեկավարները գան նաեւ պետական պատասխանատու դիրքերի։ Մինչև 1960-ականները, 70-ականները ամենամեծ կառույցները, որ բացի պետությունից կառավարվում էին, դա բանակներն էին։ Այդ իսկ պատճառով, որպես կառավարչական փորձ, երկրի ղեկավարները հիմնականում շատ մեծ մասը, բացի Միացյալ Նահանգներից, որտեղ իրավաբաններն էին հիմնականում իշխում, հիմա չէ։ Հիմա արդեն էլի չէ։ Մյուս երկրներում ռազմական ղեկավար Դե Գոլ գիտենք, այո, ֆրանսիական մի շարք գեներալներ։ Եվ բոլոր Ամերիկայում են եղել մի շարք գեներալներ, որ երկրի ղեկավար են դարձել։
Եվ ինչն է պատճառը եղել, որ այս մարդիկ դառել են երկրի ղեկավար։ Կազմակերպչական ձիրքը։ Քանի որ երբ դու կառավարում ես 30,000 բանակ, դու արդեն կարողանում ես կազմակերպել մեծ կառույց։ Դրանից հետո պետություն կառավարելը, որը դժվար գործ է, որը կառավարելու մասին բավական թերագնահատում էր դժվարությունը մեր այսօրվա վարչապետը եւ տեսավ ինչ խնդիրներ կա պետությունը անփորձ կառավարելու դեպքում։ Դրանից հետո տալիս են ռազմական գործիչներին, տալիս էին պետություն կառավարելու պատասխանատվություն։ Ժողովուրդ, հիմա 60-ականներից 70-ականներից հետո եկել է մեծ կորպորացիաների գլոբալիզացիայի արդյունքում մեծ ընկերությունների ժամանակաշրջանը, որի արդյունքում մեծ ընկերությունների շատ ղեկավարներ դուք կտեսնեք ժամանակի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեծ նույն Google-ի նման մեծ ընկերություններ, նույն Մասկի հայտնի ամբիցիաները, նույն ու բոլոր երկրներում նույն Մակրոնը տնտեսական գործիչ է, ինչքան գիտեք, հայտնի բանկի ֆինանսիստն է եղել, բոլոր գործիչները նշանակալի արդեն տնտեսական գործիչներն են դառնում, որովհետև իրենք կառավարում են տասնյակ հազարավոր մարդկանցից բաղկացած համակարգեր։ Հայաստանը չունի հնարավորություն այլ կադրային ռեսուրսի, այլ կադր, ով կառավարում է, Սամվել Կարապետյանը ստեղծել է կառույց, կներեք, եթե խնդրեմ, ստեղծել է կառույց, որը հայկական պետությունից հետո, զրոյից ստեղծել է կառույց, որ հայկական պետությունից հետո երկրորդ կառույցն է քանակով հայկական։ 40,000 մարդ աշխատում է աշխարհով մեկ իր համակարգում։ Բոլոր բիզնեսներում, զրոյից մարդը, ով բազմապրոֆիլ բիզնեսներում, այդ կառավարչական ձիրքը ունի զրոյից։ Դուք պատկերացնում եք պետական ադմինիստրատիվ հնարավորությամբ, ազգի ամբողջ պոտենցիալը գեներացնելով, ինչեր կարող է անել։ Շատ լավ, բայց մենք տեսեք, Հայաստանը կայացվածության ինստիտուտների կայացվածության տեսանկյունից այն պետությունը չի հատկապես եվրոպական կամ չգիտեմ ամերիկյան, որ կարողանա զսպել բիզնեսմենի եւ պետության շահերի բախումը։ Թույլ ինստիտուտներ են եւ այլ։ Մենք որտեղից ունենանք երաշխիք, որ բիզնեսմենը գալով իշխանության Հայաստանում այդ լծակները չի ծառայեցնի ի բարօրություն իր բիզնեսնի ել ավելի զարգացման, ել ավելի մեծացման։ Այսինքն դրա համար էր այդ բանավեճը, որ բիզնեսը պետք է դուրս գա քաղաքականությունից, որովհետև շահերի բախում կա։ Եկեք այլ տեսակետից նայենք։ Պատկերացրեք, որ մարդը, ով ունի ֆինանսական ռեսուրսներ եւ տեսնում է, որ ինքնաթիռով կարող է թռնել Փարիզ, ինքնաթիռով ով չի ունեցել այդ հնարավորությունը, իսկ հիմա ունի։ Հիմա դուք կուշտ եւ սոված մարդու բանն եք փորձում բերել։ Կա գումար, որը կհետաքրքրի Սամվել Կարապետյանին այս իր կյանքի այս этаպում։ Ես չեմ կարծում, որ կա գումար, ազդեցություն, անուն, հնարավորություններ, անուն որպես գործիչ, ով փոխել է Հայաստանի ընթացքը, անուն որպես մարդը, ով հասել է ամեն ինչի, տնտեսական համակարգի ամեն ինչի, չունի այլ մոտիվացիա, դա ապացուցված է, նա չունի այլ մոտիվացիա, բացի դրանից նրա քայլերը Հայաստանի հանդեպ երևում է, որ ինչ քայլեր որ արել է Հայաստանի հանդեպ եղել են, հիշում եք, հեծը գնելու ժամանակ մենք գնել ենք սնանկ հիմնարկ, 2 ամիս, 65 օրեր մնացել սնանկության, հիշում եք։ Բարդ ֆինանսատնտեսական վիճակում էր, դա 65 օր սնանկության, պամկդես։ Մենք հանձնել ենք Հայաստանի ամենաշահութաբեր հիմնարկներից մեկը, Մուդիսով Հայաստանի վարկանիշից բարձր հիմնարկ, բայց երբ մենք գնում էինք այդ հիմնարկը, ես հիշում եմ այն խոսակցությունները, որ ունենում էր Կարապետյանը մեր թիմակիցների հետ, բոլորը ասում են, որ տարեկան մոտ 15 միլիոն դոլար մենք ստիպված ենք դինելու բարեգործականը սուբսիդավորվի, որպեսզի սակագինը չբարձրանա ժողովրդի համար։ Աշխատանքի արդյունքում լուծեցինք այդ հարցերը, լավ լուծվեց կորուստների նվազեցման արդյունքում, էֆեկտիվ համակարգ ստեղծվեց։ Իհարկե, հեծը չի կարելի ասել, որ խնդրահարույց չէ։ Իհարկե խնդրահարույց է։ Չի կարող ենթակառուցվածքային ընկերությունը չի կարող ճանապարհներ բոլոր լավ լինել, բայց պետք է համատենք օրինակ հեծի էֆեկտիվությունը ու ջրի էֆեկտիվությունը։ Վիոլա ջուրը
իր կորուստներով 10 անգամ ավելի բարձր է։ Ջրի հետ կապված, պարոն Կարապետյան, մենք բազմիցս այստեղ հյուրընկալում ենք տարբեր պաշտոնյաների եւ տալիս ենք այդ հարցերը։ Դրա համար եկեք չքննարկենք դա, բայց այնուամենայնիվ եւս մեկ հարց մոտիվացիայի տեսանկյունից, քանի որ դուք խոսեցիք դրա մասին։ Տեսեք, պարոն Կարապետյանի հարցազրույցներից մեկում, երբ իրեն հարց տվեցին, արդյոք նա ցանկանում է մասնակցել Սպուտնիկին էր, եթե չեմ սխալվում, այդ հարցազրույցը, արդյոք նա ցանկանում է մասնակցել քաղաքականությանը, քաղաքական գործունեությամբ զբաղվել, սրանից մի քանի տարի առաջ էր։ Այդ ժամանակ նա ասաց ոչ կտրականապես եւ ասաց, որ այդ մոտիվացիան չունի, որովհետեւ ինքը համարում է, որ բիզնեսով զբաղվողները դրանք ստեղծարար մարդիկ են, իսկ քաղաքականությամբ զբաղվողները սպառողներ են։ Ինչու հիմա ինքը որոշեց ստեղծարարից դառնալ սպառող։ Տեսեք, քաղաքականության մեր քաղաքական դաշտի գոլեգաներին, որպեսզի չվիրավորեմ, բայց դա իր խոսքերն է։ Այո, որպեսզի չվիրավորեմ, բայց այս տարբերությունը, այո, տարբերությունը ես զգում եմ տնտեսական գործիչների եւ քաղաքական գործիչների միջեւ, եւ երբ մեզ ասում են, որ մենք դասական քաղաքական գործիչ չենք, ես դրանից ինձ լավ եմ զգում, ճիշտը որ ասեմ, որովհետեւ մոտեցումների տարբերություն կա, իմ կարծիքով, չեմ ասում, որ քաղաքական գործիչները վատ ճանապարհ ունեն անցած, հնարավոր է հրաշալի ճանապարհ ունեն անցած եւ մենք դա այսօր մոտեցումների տարբերություն, այլ ոլորտից է գալիս։ Այսօր տեսնում ենք մեր տնտեսության վիճակից, որ հրաշալի ճանապարհ են անցել, լավ երկիր են կառուցել, բայց ամեն դեպքում տնտեսական մոտեցումը այլ է էֆեկտիվություն, ամենակարևորը էֆեկտիվություն։ Երկրորդը թիմայնությունը կապված է էֆեկտիվության, անձնական էֆեկտիվության հետ։ Չկա թիմ, եթե դու լավ չես աշխատում, դու իմ թիմը չես։ Այսինքն դա փոփոխություն է։ Ճշմարտություններ եք ասում, ինչու որոշեց։ Իսկ քաղաքական գործիչներից ինչու որոշեց ստեղծարարից սպառող դառնալ։ Քաղաքական գործիչների դեպքում թիմայնությունը դու կարող ես ունենաս հետդ լավ քայլած, բավականին սպորտային հնարավորություն ունեցող մի երիտասարդ, ում տանես եւ նախարարական պաշտոն տաս, բայց այդ պաշտոնը այդ մարդու պատասխանատվության բանը չէ դեռ, հնարավոր է ապագայում լինի։ Ինչու որոշեց։ Դուք, ինչպես ես, բնակվում ենք Հայաստանի Հանրապետությունում վերջին 1 տարին։ Ես եւ դուք արդեն 35 տարի երևի բնակվում ենք Հայաստանում, բայց վերջին 1 տարին էլ ենք բնակվում։ Մենք տեսնում ենք իշխանության դեգրադացիան։ Տեսնում ենք, որ Հայաստանում չկար ուժ, ցավոք եմ ասում, չկար ուժ, որը կկարողանար էֆեկտիվ հավասարակշռել, փոխել պետության զարգացման ուղին, հավասարակշռել իշխանությանը գոնե այն ժամանակ։ Իշխանությունը անում էր այն, ինչ ուզում էր։ Մի շաբաթվա ընթացքում դուք պատկասում եք թմրամոլության հետ կապված քրեական գործերը հինգապատկվել են 18 թվականից, հինգապատկվել։ Ամեն լիֆտի մեջ կա թմրանյութ ամեն լիֆտի մեջ չէ, շատ լիֆտերի մեջ կա թմրանյութ վաճառելու համար այդ QR կոդից։ Բայց մեր ոստիկանական համակարգին պետության ղեկավարը ուղարկում էր հոգևոր հայր քահանա կալանավորելու։ Վատ արտահայտություններ, վատ ամենօրյա, ոչ քաղաքական, հայ ազգին ոչ հատուկ, տերմինոլոգիայի օգտագործում հանրային։ Ցեղասպանության գաղափարի երկրորդում։ Ընդհանրապես երկրի զարգացման հետ կապված մեր ավանդույթների, հասարակական ավանդույթների դեմ պայքար, որի նպատակը ես չեմ հասկանում, որը այդ ավանդույթները մեզ պահել են հայ հազարամյակներ, եկել ենք հասել ենք մի կետ, որտեղ այդ ավանդույթները հռչակվում են ոչ էֆեկտիվ։ Պարոն Կարապետյան, այս բառը ես չեմ սիրում ասել, իհարկե, այս հարցերի մեջ էլ չեմ օգտագործում, բայց այն ինչ դուք եք ասում, որ այդ մոտիվացրել է պարոն Կարապետյանին քաղաքականությամբ զբաղվել, դա մոտավորապես այն է, որ երկիրը կործանվում է, ինքը գալիս է փրկելու։ Ասեմ, եթե շատ պարզեցնեմ։ Ասեմ այսպես. երկիրը գնում է օրակարգային այն ուղղությամբ, որի դեմ նա վտանգ տեսնելով չէր կարող չներգրավել։ Որպես մարդ, որպես հայ կարող էր չներգրավել, այսինքն կարող էր իր շատ գործիչների նման լավ հարաբերություններ պահպանել, դուք հասկանում եք, չէ՞, որ տնտեսական որևէ հետաքրքրություն այս պայքարի մեջ չի կարող մարդը ունենալ։ Իսկ մոտիվացիայի հարցը ինչու եմ տալիս, տեսեք, 20 թվականից այս կողմ, երբ մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը, 23 թվականին, երբ կորցրեցինք ընդհանրապես Արցախը, եւ դրանից հետո էլի իրավիճակներ եւ այլ, պարոն Կարապետյանը քաղաքական հայտարարություններ չէր անում, լինում էին բիզնես ֆորումներ։ 20 թվականից հետո նա հայտարարել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական այո, ես նկատի ունեմ քաղաքականությամբ չէր զբաղվում։ Չէր ցանկանում, իհարկե։ Այո, բայց այն աղետները, որի միջով մենք անցել ենք,
23 թվականը, որ դրա կուլմինացիան էր, այսպես ասած, մենք հայտ չտեսանք պարոն Կարապետյանից։ Եվ հիմա 25 թվականից սկսած ինչ որ հայտ ենք տեսնում, որ իրավիճակը քիչ թե շատ ինչ որ տանելի է երկրում, տնտեսական աճ կա, անընդմեջ, ես որակի մասին կարող ենք խոսել տնտեսական աճի եւ կառուցվածքի մասին, բայց այնուամենայնիվ դրանք կան, հա, ինչ որ կոլապսային իրավիճակ չի եւ այլ, բայց տեսնում ենք այս հայտը։ Բացատրեմ, մինչեւ մեր Արցախի դեպքերից հետո Հայաստանում կար քաղաքական օրակարգ, կային գործիչներ, որոնք հանդես էին գալիս իշխանության հետ կապված, իշխանության հավասարակշռելու, իշխանությանը փոփոխելու ծրագրերով։ Սամվել Կարապետյանը իր խոսքում ասեց, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, այսինքն նա ուղենշեց, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևով կմասնակցենք։ Քաղաքական գործիչներին չի հաջողվել։ Եվ մենք մեր ձևով մասնակցում ենք։ Արդեն 5 տարի չէր հաջողվում էլի քաղաքական գործիչներին։ Դա չի նշանակում, որ 6-րդ տարին կամ 4-րդ տարին չի հաջողվում։ Մեծ պրոցեսային հարցը ձևակերպելով, բայց 5 տարի չէր հաջողվում։ Տեսեք, կային պրոցեսներ, որոնք ամեն դեպքում հասարակության մեջ կար մեծ բողոք, կար մեծ բան։ Կարծում եք, չեմ կարծում, որ կանխատեսել պատասխանը, ձեր այս պատասխանը մոտիվացիայի վերաբերյալ լսարանին կհամոզի։ Ես ձեզ մի հատ հարց տամ։ Դուք հավատում եք, որ խաղաղության նախապայմաններից մեկը ժամանակի ընթացքում լինելու է Հայաստանում էթնիկ որոշ խմբի տեղափոխում դեպի Հայաստան։ Նկատում եք ադրբեջանցիների տեղափոխում Հայաստան։ Այո։ Հավատում եք թե չէ, Շատ հեռվից եկաք միանգամից ասեք ինչի։ Հավատում եք թե չէ։ Ես նման հեռանկար դրա մասին հայտարարվում է, բայց այսինքն, տեսեք, ես նման հեռանկար չեմ պատկերացնում, բայց Իսկ դուք պատկերացնում եք այն հեռանկարները, որ մենք ունեցանք, որ Պրահայում կարող էր հանձնվել Հայաստանի ու հայ ժողովրդի հայրենիքի։ Պարոն Կարապետյան, շատ լավ տեխնիկա է հարցերը իմ դաշտ տեղափոխելը։ Դա հետաքրքիր է ընդհանրապես։ Կարող ենք դրա մասին։ Տեխնիկա չէ, ավելի շատ հարցեր, գիտեք ոնց է, ուզում եմ օրինակը բերեմ այն ժամանակվա։ Բայց դրա ժամանակ էլ չհայտարարվեց պարոն Կարապետյանի կողմից, որ ինքը մասնակցում է քաղաքականության եւ տեսնում է, որ կային գործիչներ։ Կային գործիչներ։ Հիմա էլ կան գործիչներ, Ռոբերտ Քոչարյանը կա, Սերժ Սարգսյանը կա, մյուսները կան։ Մենք տեսանք, որ քաղաքական գործիչներին չի հաջողվել հավասարակշռել այս իշխանությանը։ Եկեք վերադառնանք ձեր տնտեսական ծրագրին։ Քանի որ շատ ժամանակ չունենք։ Ինչպես եք կարծում։ Եկեք ձեզ թե չհարցնեմ։ Չէ, եկեք ես եմ հարցեր տալիս այս տաղավարում։ Տաղավարից դուրս ինչքան կարող եք, ինչքան կուզեք կարող եք տալ։ Հետաքրքիր է, ինչը կարող է մոտիվացնել հնարավորություններ ունեցող, ամենամեծ հայկական կապիտալ ունեցող բոլորի կողմից ընդունված, հարգված մարդու 8 ամիս, 7 ամիս նստել ԱԱԾ մեկուսարան։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ, 7 ամիս նստել ԱԱԾ մեկուսարան միայնակ ինչը կարող էր ֆինանսական առումով որևէ բանի չնայել, նստել, ինչը եթե ոչ դուք նույնը կանեիք թե չէ։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Եթե մարդը դուրս է գալիս, կաթողիկոսին աշխարհի վերջի տերմինոլոգիան է ասում, այս երկրում կա մարդով կարա ասի կանգնիր։ Կար թե չէ, ոնց որ չկար այդ օրերին։ Իսկ միայն կաթողիկոսն էր խնդիրը, Արցախի կործանումը խնդիրը չէր։ Եկեղեցին էր խնդիրը, Արցախի կործանումը այս մարդու բերած 23-ին կործանվեց Արցախ, 24-ին ինչու Սամվել Կարապետյան չհայտարարեց։ 24-ին ով էր Հայաստանում քաղաքական դաշտում կար գործիչ, ով հայտ էր ներկայացրել իշխանության փոփոխության։ Լավ, եկեք վերադառնանք։ Եվս մեկ հարց եւ փորձենք ավարտել, բոլոր հարցերին չանդրադարձանք ձեր ծրագրի, որովհետեւ ընթացս քաղաքականացվեց հարցազրույցը։ Տեսեք, ես կուզենայի զրո հարկերի մասին խոսեին։ Հենց դրա մասին ենք խոսելու։ Զրո հարկեր փոքր եւ միջին բիզնեսին։ Երբ այս տաղավարում տարբեր տնտեսագետների հետ եմ խոսում, ես նաեւ այդ թեմային, այդ հարցն ենք տալիս, տարբեր քաղաքական գործիչների հայտարարությունների վերաբերյալ, իրենք ասում են անթույլատրելի է, որովհետեւ ինչի է անթույլատրելի, որովհետեւ առանց այդ էլ մենք հարկ վճարելու թույլ մշակույթ ունենք երկրում։ Մի սեգմենտի էլ հանում ես հարկ վճարողների քանակից դուրս եւ ընդհանրապես հարկ վճարելու մշակույթն է սկսում խարխլել, դա մեկ, եւ երկրորդ վտանգը, որ մեծերը տեսնելով, որ ինչ որ մի օազիս կա, որտեղ կարելի է հարկ չվճարել, կսկսեն մասնատվել եւ փոքրանալ եւ գնալ այդ օազիսում այդ հարկ չվճարելու տեղում աշխատել։ Բամգդեսյան։ Հակադարձեք իրենց։ Մի հարց տամ ձեզ։ Անթույլատրելի է իրենց հակադարձեք։ Խնդրեմ։ 5% հարկը կրկնապատկելը թույլատրելի է իրենց ասելով։ Թույլատրել է հարկերը, փոքր բիզնեսի հարկերը, առանցել բարդ կյանքով ապրող փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկել, ոսկու շուկաների հարկերը մեծացնել այդքան, ոսկու մեջ
Ինչպես կարելի է 10% հարկ դնել ոսկու մեջ։ Մարժան հատկապես որ փոքր է ոսկու մեջ։ Պարոն Կարապետյան, դրա վերաբերյալ ես ֆինանսների նախարարին էլ մյուսներին էլ այս տաղավարում այդ նույն հարցերը տալիս եմ։ Ես տալիս եմ ձեզ, դուք ես կփոխանցեմ իրենց։ Չեմ կարծում իրենք պատասխան ունեն։ Հարկերը կրկնապատկել կարելի է, հարկերը իջեցնել չի կարելի։ Ես չեմ հասկանում, գործարանները պետք է աշխատեն։ Զրոացնել հաստատ կարելի է, զրոացնելը տարեկան 3000 բանը ընկերություն է փակվում շուրջ 10000 աշխատողով 5-ից 10%։ Բայց որքան էլ բացվում է, եկեք մի կողմը չնայենք։ Ես բալանսը նայեցի։ Այսինքն 30000, 35, այսպիսի համեմատություն կար իմիշելով, ես բալանսը ձեզ ասեցի։ 3000 բալանսով փակվում է ավելի շատ։ Այսինքն մինուսով է գնում։ Մինուսով է գնում։ Փոքր եւ միջին բիզնեսի մասին է խոսքը։ Այո, 5-ից 10 երբ դարձել է, մոտ 10000 մարդ առանց այն էլ հիշում եք, որ մենք գործազրկության ինչ մակարդակ ունենք, դուրս է գալիս աշխատաշուկա որպես նա իրեն ապահովում էր, նա ապահովում էր մի քանի հոգու աշխատանք, որպես գործազուրկ։ Չէ, սա ՓՄԶ-ն ընդհանրապես միկրոբիզնես աղքատության հաղթարման կարևոր գործոններից է, դա չեմ հիշում եք հիշում։ բռնցքամարտիկի օրինակը, որ գործարանների վրա բերեցի։ Մի հատ էլ բերեմ այստեղ։ Եթե պատկերացեք ձեր երեխան, իմ երեխան 5 տարեկան է, 6 տարեկան է, իմ տղան գնում է բռնցքամարտի։ Եվ ես իրեն առաջի իսկ օրվանից տանեի եւ ասեի, նայ, դու 7 տարեկան ես օրինակ, 9 տարեկանի հետ ես կպնելու։ Դրանից հետո նա կյանքում էլ չէր գնա բռնցքամարտի, որովհետեւ ձեռքը չի բացվել։ Ինչ ենք անում։ Տալիս ենք հնարավորություն, նա պարապի։ Նույնն էլ փոքր բիզնեսը տալիս է հնարավորություն կայանա, մկաններ ձեռք բերի, որից հետո նոր հարկի, տուր ապրեն, զարգանան, իրենց ընտանիքի հարցը լուծեն, նոր հարկի, դու մի մտի իր առաջնային պահանջների դաշտ հարկ վերցու։ Միանշանակ հասկանալի է։ 2%-ն է ընդամենը, բայց ամբողջ հարկայինը աշխատում է սրա վրա։ Էֆեկտիվությունը, որպեսզի դուք հասկանաք, եթե մենք դնենք 150 միլիոն դոլար հավաքում էին, մոտապես հնարավոր է հարկայինը մինչև 20-30 միլիոն դոլար։ Հա 17 միլիարդ դրամ էին գնահատել էֆեկտը, որ կարող է տեղի ունենալ, եթե չեմ սխալվում։ Պատկերացնում եք, չնչին էֆեկտ է։ Այն գաղափարի համար, որ մեր քաղաքական որոշ գործիչներ համարեն, որ դա արդար չէ, որ ինչ որ մարդը, եթե բիզնես է սկսում, բիզնեսը փոքր ձեռնարկություն, ինքնազբաղ է, կարողանում է հարց ինչ որ ընտանիքի շրջապատի հարցերը, ինչ որ ձև դրական լուծել, մեծանալ բիզնեսը, գաղափարական առումով դնում հարկում ենք 10%, 10%-ը, որպեսզի դուք հասկանաք, իր շահույթի կեսից ավելին է։ Մենք ինչու ենք հարկում, ինչու ենք անվան համար, որպեսզի իմանանք հարկում ենք, ու բացի դրանից հարկային տուժերը նայենք, տուգանքները նայենք, տուգանքներ են մտնում գրում, մարդը ամիս ունի 1.5 միլիոն դրամ շահույթ, 10 միլիոն տուգանք են գրում։ Հնարավորություն ունեն տուգանք գրելու։ Մենք ինչու է սա կարևոր։ Ոչ միայն 2%-ի հարցն է լուծում, որ բյուջեից ընդամենը այդ տարբերությունն է։ Մեր հասարակությանը 70,000 տնտեսվարող չի ունենալու ռիսկ, որ հարկայինից այսպես ասած վախենա։ Շատ լավ։ Տեսեք, պարոն Կարապետյան, միանշանակ ճիշտ եք ասում, որ փոքր եւ միջին բիզնեսը դա աղքատության հաղթահարման նաեւ ձև է, բայց երբ որ զրոյացնում եք այս հարկը, հա, այս ոլորտում, որտեղ ինչպես պետք է դուք կառավարեք իրավիճակը, որ մարդը օրինակ ՓՄԶ-ն, փոքր բիզնեսը, ԱՁ-ն, որ ինքը հասնում է օրինակ, չգիտեմ, 115 միլիոն դրամ շրջանառության, հետո չի ստեղծի երկրորդ ԱԶ-ն եւ նորից սկսի բարձրանալ։ Դրա փոխարեն, այսինքն չմտնելով ավելացած արժեքի հարկման դաշտ։ Այդ մեկ եւ երկրորդը հարկային մշակույթի, հարկ վճարելու մշակույթի վրա սա ինչպես կազդի։ 3 քայլերի հաջողականություն։ Եվ ինչու պետք է ես Civilnet-ում աշխատողս օրինակ, հա, հարկ վճարեմ եկամտահարկ իմ հարկից բավական շատ, բայց ինչ որ սեգմենտում պետք է լինի ԱԶ, որը ունենա մեծ շրջանառություն, բավական մեծ նաև շահույթ, բայց չվճարի։ Սա հիմնական շրջանառության հարկի 0%-ը մասին է, եթե նկատեցիք։ Ասեմ, պատասխանեմ այդ հարցին։ 3 հիմնական քայլերի հաջորդականություն կա։ Նախ հարկայինը իր զբաղվածության մեծ մասը տալիս է փոքր բիզնեսին վերահսկելու։ Դրանից կազատվի հարկայինի հնարավորությունները, որպեսզի ավելի լավ վարչարություն անի։ Իսկ այդ վարչարությունը, ես վստահեցնում եմ, հարկայինը շատ լավ անում է։ Այս պայդրությամբ հարկայինը բավական էֆեկտիվ աշխատում է, անգամ մի քիչ շատ ավելի չոր բիզնեսի հետ, դույժերով, բաներով, որը որ բերում է հասարակության նշանակալի մասի աշխատող հասարակության դժգոհության։ Երկրորդը, մենք պետք է զսպման մեխանիզմները զուգորդենք շահագրգռման մեխանիզմներով։ Այսինքն, եթե դու դառնում ես միջին բիզնես,
քո վարկերը, հիմնականում փոքր բիզնեսը բոլորը սպառողական վարկեր են վերցնում, որտեղ բիզնեսի հետ կապված բանկերը ունեն ռիսկերի ավելի բարձր գնահատում եւ դառնում է միջին բիզնես, նա հնարավորություն է ունենում ավելի ցածր տոկոսով բիզնես վարկեր ձեռք ստանա։ Եվ մենք ծրագրում նաև մտածում ենք, որ առաջի մի քանի տարվա ընթացքում բիզնես վարկերի հետ կապված աջակցման ծրագիր լինի, որ մարդը շատ գրգռված լինի, արագ անցում կատարի միջին բիզնեսին, որպեսզի վարկայնացան հասանելիության խնդիրները այնտեղ ավելի լավ են լուծվում իր համար։ Միանշանակ։ Հասկացա։ Երբ դու քո կյանքը ապահովում ես, քո շրջապատի սկսում է բիզնեսը մեծանալ, արդեն երբ դու խնդիր ես դնում մեծ ավելի ընկերություն ստեղծել, պետությունը քեզ տալիս է մի հատ աստիճան, ասում է մի քիչ ավել հարկ է տալիս, այո, բայց մենք ապահովում ենք քեզ ֆինանսական հասանելիություն, որպեսզի զարգանաս։ Մի քիչ չէ, մի 4 անգամ ավել, բայց հա, այս պարագայում մոտավորապես 18 ավել հարկ ես տալիս, գալիս ես արկային դաշտ, եկեք այսպես ասենք, բայց գալիս ես ամբողջությամբ հարկային դաշտ, բայց դու հնարավորություն ես ստանում կապիտալ ներգրավել։ Եթե դու վստահ ես քո բիզնեսի զարգացման վրա, արա այդ քայլը, անցի այդ ուղին։ Եվ երրորդը թվայնացումը։ Մենք տեսնում ենք, որ թվայնացումը վճարումների, կանխիկ վճարումների քանակի փոքրացումը բավականին մեծ ազդեցություն է թողնելու եւ մենք կարողանալու ենք զուգահեռաբար վերահսկել ֆինանսական հոսքերը։ Բայց թվայնացումն է մի հատ խնդիր ունի մեր պես տարածաշրջանում, որը վտանգավոր տարածաշրջանում, մենք պետք է բալանսը պահենք կանխիկի ու թվայնացման փոխանցումների միջև, որպեսզի որոշակի անվտանգային ռիսկեր զսպենք, որի մասին այսօր եկեք չխոսեմ։ Շատ լավ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Մենք ձեր բոլոր քայլերին չանդրադարձանք եւ անխուսափելիորեն մեր հարցազրույցի մի աղքի մասը քաղաքականացվեց, բայց հուսամ էլի հնարավորություններ կլինեն եւ մենք կհանդիպենք այս տաղավարում եւ կզրուցենք։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալեցիք, ինձ համար շատ հետաքրքիր է ձեր հետ զրուցել։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցը Նարեկ Կարապետյանն էր։ Կհանդիպենք ցտեսություն։